Դարձյալ խաղաղություն, սիրելի հավատագիցներ, սիրելի հայ ժողովուրդ, Աստված ձեզի շատ օրհն է, նախ ուզում եմ ձեզի շնորհավորել հարության դոնը, մեր սիրելի Փրկիչի հարության դոնը, սիրելիներ, քրիստոնեական հիմքը, եթե Քրիստոս հարություն արած չէ գսե Պողոսը, մեր հավատքը փուջ է, իզուր է մեր հավատքը։ Հետևաբար քրիստոնեական ամենակարևորակույնը Քրիստոսի հարություն առնելն էր, եթե Քրիստոս հարություն արած չի լիներ, այդ լրիվ ավետարանը փուջ կլիներ սիրելիներ։ Հետևաբար Քրիստոս հարյավի մերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսին։ Ուզում եմ ես այսօր շարունակել նույնպես հարցեր ու պատասխաններ։ Դեսանյութը հարցեր ու պատասխաններու վրայով լինի սիրելիներ։ Առաջի հարցը մի հատ եղբայր հարց է տալիս, ասում է, որ խնդրում եմ բացատրեք Հայտնության գրքի 14-րդ գլուխ 19-րդ եւ 20 համարներու բարերի նշանակությունները։ Այո, իհարկե, որովհետեւ այդ բարերը գրված են սիրելիներ, սիմվոլիկ են այդ բարերը, օգտագործված է ալեգորիա, եւ միշտ գիտենք, որ Հիսուս արակներով որ խոսում էր, Հիսուս ընդհանրապես օգտագործում էր մետաֆոր եւ ալեգորիա, բայց հետո աշակերտներուն ինքը բացատրում էր սիրելիներ։ Մի մորնակ, այստեղ նույն ցևով արի ընթերցենք միասին, տեսնենք ինչ է ասում։ Ասում է, որ այն հրեշտակն իր մանկաղը երկրի վրա երգնցուց ու երկրին այքին խաղոները գտեց ու Աստծո փառքության մեծ հնցանի մեջ ցկեց։ Հնցանը քաղաքեն դուրս կողվեցավ ու հնցանեն արյունգելեր, որ մինչև ցիերուն սանցերը ու 1600 ասպարեզ գաստեր։ Իհարկե, տեսնում եք, որ այստեղ ալեգորիա լեզվով գրված է, մի քիչ բարդ է հասկանալ, բայց Աստծո շնորհքով ինչքան հնարավորինս ես ուզում եմ բացատրել։ Ուզում եմ ասել, որ մենք մեկը շատ են քիչը գիտենք, բաներգա որ հստակ է, բաներգա որ մի քիչ մինչև վերջ կարող է չի իմանանք։ Ինչ որ կատարյալ հստակ է այստեղ, դա ես ուզում եմ ասել, իսկ բանգա որ ասենք մինչև վերջ հստակ չէ, դա ես ասելու եմ սիրելիներ։ Ուրեմն, ինչ է առաջին հատվածը, խոսում է հրեշտակն ու մանկաղը։ Հրեշտակը ցերկը մանկաղ ուներ եւ երկրի այքին խաղողները գտեց գսե։ Աստծո փառության մեծ հնցանի մեջ ցկեց։ Մանկաղը սիրելիներ, հրեշտակն է, համամանկաղը հնցելու կորձիկ է իհարկե, բայց այստեղ խորհրդանշում է դատաստան։ Ուրեմն, այքին խաղողները ինչ են ներկայացնում են չար մարդիկը, անոնք որ ապստամբել են Աստծո դեմ, անոնք որ Քրիստոսին չեն ընդունել, անոնք որ չեն ապաշխարել, անոնք որ շնորհքի տակ չեն մտել, անոնք որ սուրբ կյանքով չեն ապրել, իրենց վրա ահեղ դատաստանը գալու է սիրելիներ։ Այդ չարությունները վրա լեցված է եւ իրենց վրա պիտի գա այդ դատաստանը։ Հետևաբար մանկաղը ներկայացնում է դատաստանը սիրելիներ։ Ուրեմն, ու երբ հրեշտակը հավաքում է որդագդունգը եւ ցկում է Աստծո փառքության հնցանը, սա նշանակում է, որ եկել է ժամանակը, երբ չարը դատվելու է սիրելիներ։ Իսկ այստեղ գրված է հնցանը քաղաքեն դուրս կողվեցավ։ Ինչ համար քաղաքեն դուրս կողվեցավ։ Ուրեմն ուզում եմ հիշեցնել ցեզի դատաստանը, որ Հիսուսի վրա էր, որ եկավ, Հիսուսին խաչեցին, ինքը մեր փոխարեն մեղք եղավ խաչը, ինքը զոհը եղավ մեր փոխարեն, այրեսողեմ քաղաքից դուրս է, որ իրեն խաչեցին Գողգոթա լերան վրա սիրելիներ։ Հետևաբար դատաստանը Երուսաղեմ քաղաքը այն ժամանակ քարեղեն քաղաք կներկայացներ, բայց Աստծո լեզվով այսօր նոր ուխտի մեջ Երուսաղեմը կներկայացնե եկեղեցին, Քրիստոսի հարսը, Քրիստոսի ժողովուրդը սիրելիներ։ Հետևաբար քաղաքեն դուրս որ ասում է, այսինքն այն մարդիկ, որ Երուսաղեմի մեջ չեն, այսինքն այն մարդիկ, որ Աստծո ժողովրդի մեջ չեն, այն մարդիկ, որ իրենք ապաշխարած չեն, Աստծո շնորհքի տակ չեն, այսինքն Աստծո շնորհքից դուրս այդ դատաստանը գալի է, բայց Երուսաղեմին, այսինքն քաղաքի մեջ չի գալու, ինչ որ Աստծո ժողովրդին վրա չի գալու։ Աստծո ժողովուրդը ասելով անունով չենք ասում ժողովուրդ,
Ոչ թե հայ ասկը առաջին քրիստոնյա ասկն է, հայ ասկին վրա չի գալու, ոչ, այդպես չէ։ Անոնք որ Քրիստոսին են, անոնք որ ապաշխարած կյանք են ապրում, անոնք որ սուրբ կյանք են ապրում, իրենց վրա չի գալու այդ Թադաստանը։ Անոնք որ հավատարմորեն պահում են իրենց ուխտը Տիրոջ հետը մինչև մահ։ Իրենց կյանքը չի սերեցին մինչև մահ։ Ուրեմն, հնցելը հնցանով ցույց է տալիս, որ դա խիստ եւ բուրըն եւ արդար Թադաստան է լինելու։ Տեսնում եք, սիրելիներ։ Իսկ վերջին բաժինը, որ ասում է, որ արյունը մինչև ծիերի սանցերը հասավ եւ 1600 ասպարեզ։ Սա խորհրդանշական է, այդ մյուսները, որ ասեցի, հստակ են եւ որ ցես բացատրեցի, ցես համար բարձ է, բայց այստեղ որ տեսնում ենք, որ ասում է ծիերի ցանցերը, իսկապես է որ այդպես մի հատ ոնց որ լիճ է լինելու, ծիերի ցանցերը մոտավորապես 1.5 մետր կլինի։ Այնպես չէ որ սանտիմետրով 1.5 մետր է լինելու, 1600 ասպարեզներ մոտավորապես 300 կիլոմետր է։ Այսինքն 300 կիլոմետր քառակուսի 1.5 մետր բարձրությամբ արյուն, դա խորհրդաբատկեր է սիրելիներ։ Իհարկե որ դա 1.5 մետր չի պիտի չափենք արյունը, ոչ այլ 300 կիլոմետր, դա բարձրապես որ Աստծո Թադաստանի ամբողջականությունը, Աստծո Թադաստանի ուշքնությունը, ինչքան խստությունը, ինչ որ կատարյալ Թադաստան պիտի լինի, ամբողջական Թադաստան պիտի լինի, չափված, ծեված եւ չափված Թադաստան պիտի լինի, ոչ մեկը չի պիտի կարողանա խուսափել, որտեղ Աստված գիտե ում վրա Թադաստանը պիտի գա, ոչ մեկը դուրս չի մնալու այդ Թադաստանից, անվոր անշուշտ Քրիստոսինը չէ, Քրիստոսի մարմինի մեջ Քրիստոսի հարսը չէ իհարկե, անոնք որ Քրիստոսինը չեն, դա է նշանակում, ես տենց եմ հասկանում, որ այդ մինչև ծիերու ցանցերը 1.5 մետր եւ 300 ասպարեզ կամ ստատյան, որ 300 կիլոմետր է, ինքը խորհրդանշական է, որ ինքը պիտի լինի ամբողջական, ոչ մեկը չի կարողանար խուսափել, ծեված չափված է Աստծո կողմէ, ամեն ինչ գիտե Աստված, այդ իմաստով է, որ այդ չափեր է տալիս, մինչև ցանցերը եւ 1600 ասպարեզ։ Եղավ սիրելիներ։ Ուրեմն սրանց անշուշտ է, որ մի բան ուզում եմ ասել, հին ուխտի մեջը սրանց զուգահեռները կան, դրանք հարգարթամ ձեզ համար, Հովելիա 3-րդ գլուխ 10-րդ համար, կսեմ մանկաղը երգնցուցեք, քանի հունցքը հասած է, 3-րդ գլուխ 10-րդ համար, եկեք իջեք քանզի հնցանը լեցվեցավ, ավազանները գողորթին, քանզի անոնց չարությունը մեծ է, տեսնում եք, չարերու մասին է։ Նույնպես այր Եսայի 60-րդ գլուխ 3-րդ համար եւ 6-րդ համարներն եմ ընթերցում, կսե հնցանի մեջ միան ես կողեցի եւ ժողովուրդեն ինձ հետ մարդ չկար, զանոնք իմ փարգությունովս կողեցի եւ իմ սրտմությունովս զանոնք ջմլեցի, ով է դա, Հիսուս Քրիստոսն է։ Անոնց արյունը իմ սկեսներուս վրա ցատկեց եւ բոլոր հանդերձներս ներգեցի եւ իմ փարգությունովս ժողովուրդներ կողեցի ու զանոնք իմ սրտմությունովս քինովցուցի եւ անոնց արյունը քեդին թափեցի։ Այսպես, այս հարցի վրա եւ այսպես Աստվածորդն եղբորը երկրորդ հարցը սիրելիներ, երկրորդ հարցը Մատթեոսի 15-րդ գլուխ 5-րդ եւ 6-րդ համարները, ուրեմն մի հատ քյուրիկ քրիստոնյա, որ ինքը հարց է տալիս, ասում է, որ ինչ է նշանակում, լավ չենք հասկանում, միասին ընթերցենք, նախ ընթերցենք, որտեղից է դա գալիս, որտեղից, գսե, որ փարիսեցիներ եկան, 15-րդեն կգարտամ, Հիսուսին, եւ երկրորդ համարի մեջ կսե, ինչու քո աշակերտները ձերերուն ավանդությունը զանց կնեն, վասնզի ցերկերնին չեն լվար, երբ հաց կուտեն։ Ձերերուն ավանդությունը գսե, ոչ թե Աստծո պատվիրանը։ Անալ պատասխան տվավ Հիսուս այսինքն, ու սավ անոնց, հապա դուք ինչու Աստծո պատվիրանքը զանց կնեք ձեր ավանդության պատճառով։ Այսինքն եկել եք հիմա ձեր հայրերուն, ձեր մարդկային ավանդություններով ուզում եք մեղավոր անել, ուզում եք թադել իմ աշակերտներին, բայց դուք Աստծո պատվիրանը զանց կնեք։ Եվ գսե որ քանզի Աստված պատվիրեց ասելով քո հայրդ ու մայրդ պատվե,
5-րդ պատվիրանն է 10 պատվիրաններից։ Եվ ով որ իր հայրը կամ մայրը անիծե, մահով թող մեռնի։ Բայց դուք գսեք ով որ իր հորը կամ մորը ըսե թե այն բանը զոր ինձ մե պիտի շահիս, Աստծո դալու ընձայ է, ու իր հայրը կամ իր մայրը չպատվե, ազատ է, այսինքն կարող է, այսպես ծեր ավանդության պատճառով Աստծո պատվիրանքը գխափանեք, կեղծավորներ գսե, աղեք մարգարեությունը ռավ ծեր վրա Եսայի ու ըսավ, այս ժողովուրդը միան շրթունքներով զիս կպատվե, բայց իրենց սիրտը հեռացած է, զատված է ինձ մե։ Ու բարապ տեղը զիս կպաշտեն, մարդոց պատվիրած բաները իբր վարդապետություն սորվեցնելով։ Տեսնում եք սիրելիներ։ Հետևաբար Հիսուս կսե որ դուք եկեք կքննադատեք իմ աշակերտներուն, բայց Աստծո պատվիրանը զանց գնեք եւ օրինակ է տալիս։ Կսե որ ձեր հայրը ու մայրը չեք պատվեր, բայց այդտեղ դուք կեղծավորությունով ժողովրդին կսովորեցնեք, որ ոչինչ, այդ գումարը, ասենք թե որ այդ բարգևը, այդ ինչ որ պետք է տա էր, ասենք թե որ այդ միրգեր է, ուտելիք է, գումար է, հայրդ մայրդ ծերացել են, իրենց պիտի պատվեեր, պիտի տայեր, իրենց հոգադարություն պիտի աներ, բայց կսե որ ոչինչ, դուք կարաք մեզի բերել, իբր Աստծո, իրենց քրմանները լեցնելու համար դրանք ուզում էին, եթե բերեք տաճար, դուք ամբարդ եք, կարող եք ձեր մամային, բաբային չի տակ։ Եվ մարդը արդեն իր մեջը ջարբգություն, այդպես կեղծավորություն էր մտնում եւ գնում է մամային բաբային ասում է որ չէ գարամ չեմ գարա այդ գումարը ցես դալ կամ չեմ գարա այդ ուտելիքները ցես դալ որտեվ դա Աստծո ես ընծայել եմ եւ ինքը դրանից ազատ է եւ ինքը այդ ցևով չի պատվում հայրը մայրը ասում է որ կեղծավորներ եւ Հիսուս ցույց է տալիս որ դա դու որովհետեւ ցես բերեն դուք դրանից օգտվեք ինչքան կերդոտմաններ տեսնում եք ինչքան չարություն ես որ դուք բռնել եք ժողովրդի ավանդույթները մարդկանց գստիպեք եւ Աստծո պատվիրանները զանց գնեք այսքան բարձ է բայց որ հայերենի մեջ արեմադայերեն ստատմանության մեջ որ պիտի շահին սպարը գրել է միգուցե շփոթեցնող էր բայց հիմա որ բացատրեցինք արդեն ինքը բարձացավ երրորդ հարցը ուրեմն այստեղ ասում է որ ինչու համար հին ուխտում տեսնում եք որ դիետայի կանոններ Աստված դրեց խոզի եւ այլ կենդանիներու ուտելու արգելքը հին ուխտում ինչ է դա ինչու համար Աստված արգելեց հանգարց որբեսի այն տեսակի անասունները չուտեն եւ դրանք համարվեն բիրց բայց տեսնում ենք որ հիմա արգելք չի գա հիմա քրիստոնեությունը դա ուտում են թեև որոշ սեկտեր կան քրիստոնեական որ իրենք չեն ուտում հին օրենքը փորձում են ծիսական օրենքները ամեն ինչը մինչև վերջ մայենք, բայց Աստվածաշնչով տեսնենք, որ նոր ուխտում ինչ կատարվեցավ այդ դիետայի օրենքին վրայով սիրելիներ, տեսնենք ինչ կատարվեցավ։ Ուրեմն, մենք տեսնենք այստեղ սիրելիներ, ինչ էր կատարվում։ Ուզում եմ հիշեցնել, որ Նոյի տաբանը երբ որ նստավ արարետի վրա Նոյը իջան եւ նոր կյանք սկսեցին սիրելիներ երկրի վրա Աստված իրեն ինչ ասեց Ձնթոց 9-րդ գլուխ 3-րդ համարի մեջ արի ընթերցենք միասին նախքան արգելվելը գսե Աստված ամեն շարժուն կենթանի թող ցեզի կերակուրը լա Նոյին է ասում ամենը ցեզի բանջարի պես տվի այսինքն ինչ որ շարժուն կենթանի գա ինչ շարժուն կենթանի գա չի ասում հատուկ ինչ որ շարժուն գա բանջարի պես ցեզի ուտելու տվի գսե քեր արգելված է այնտեղ բայց ավելի ուշ տեսնում ենք որ Աստված Հովսեփի միջոցով գներեք Մովսեսի միջոցով Իսրայելի ժողովրդին տվավ նոր սննդակարգի օրենքներ դա տեսնում ենք անշուշտ Ղևտացիներու 11-րդ գլխում մեջը նույնպես այլ երկրորդ օրինաց 14-րդ գլխում մեջ կարող եք բացել եւ ընթերցել որոնցում ամփոփ ասեմ ինքը արգելում է որոշ կենդանիներ ուտելը ինչպես խոզը ծովախեցկետինները եւ գիշատից թրջունները սիրելիներ ես ամփոփեցի որպեսզի բարձ հասկացվի բայց ինչու համար Աստված արգելեց սրանք ինչու համար նոր ուխտի մեջ տեսնում ենք որ դա փոխվում է խնդիր չի գա դրայով
Սիրելիներ, ես ուզում եմ նախ հստակացնել մի կետ, որ դրա վրայով խոսել եմ ես դարբեր առիթներով, սիրելիներ, որ երբ որ Աստված ուխտ արեց Իսրայելի հետ, ուխտ արեց Իսրայելի հետ, ասեց դուք իմ ժողովուրդ պիտի լինեք, ես արցեզի Աստված պիտի լինեմ, իրենք պետք է դարբերվեին իրենց շուրջի այդ հեթանոս ասկերից, եւ տեսնում ենք, որ ահագին բաներ, ինչ որ խոսում է մորուկներու մասին, մորուկներու ծայրերը չի կտրելու մասին, հակուսներու մասին, փուրթե եւ կթանե այլախառն հակուս չի լինի, եւ տեսնում ենք ահագին այդպես դիսական օրենքներ Աստված Իսրայելի պատվիրեց, բայց տեսնում ենք, որ նոր ուխտում դրանցից դիսական օրենքներու մասին եմ խոսում, ոչ թե բարոյական, բարոյականները Աստծո բնույթն են դրա ներկայացնում, բարոյականները Հիսուս ավելի խստացուց կամ իր խորությունը ցույց տվեց հոգևոր իջես բարոյականներով գսե որ լսել եք շնություն մի արեք բայց ան որ գնոջ գնայի ցանկանալով արդեն սրդի մեջ շնություն հրավ գսե կամ գսե որ լսել եք մի սպանեք բայց այն որ եղբորը իզուր դեղը վրթովի կամ իրեն դեղը հիմար ասե մի բան ասե Թադաստանի պիտի գայնի եւ Հովհաննեսը ասում է որ ան որ սրդի մեջ եղբորը ատե դա արդեն մարտասպան է այսինքն ցույց է տալիս որ այդ օրենքին հիմքը հոգևոր էր բարոյականները բացարձակապես Աստված չի վերացուց որտեղ դրանք կներկայացեն իր բնույթը ինքը այդպես է բայց ծիսականները ծիսական օրենքները Իսրայելի ժողովրդին ինքը պատվիրեց այն ժամանակ որբեսի իրենք տարբերվեն շուրջի այդ հեթանոս ժողովուրդներուն հիմնական պատճառը ծիսական օրենքներին սիրելիներ որբեսի իրենք իբր Աստծո ժողովուրդ իրենք ար հասկանային որ իրենք նման չեն դարբերվում են շուրջի ասկերից որովհետև իրենց համար Իսրայելը սիրելիներ հին ուխտի մեջ մարմնավոր էր իսկ Քրիստոսի եկեղեցին հոգևոր է հետևաբար Իսրայելը մարմնավորապես օրենքը պահում էր այդքան էր հասկանում որովհետև իրենց Սուրբ Հոգին ուղարկված չէր եւ առանց Սուրբ Հոգու մարդ չի կարող Աստծո պատվերանի հոգևորությունը տեսնել հետևաբար իրենք ծիսական օրենքները պահելով պիտի հասկանային որ իրենք տարբեր ժողովուրդ են գողքի ժողովուրդներից տարբերվում են իրենք ամեն ցևով դա իրենց հիշեցնում էր ծիսական օրենքներու մասին այս դիեթիկ օրենքներ նույնպես ծիսական օրենք է սիրելիներ հիմնական նպատակը նույնպես որբեսի գողքի ասկերից իրենք տարբերվին եւ միան դրանով է որ ասենք սահմանափակվում է ես չեմ կարծում որ միան դրանով սահմանափակվում է մի մորացիր որ երբ որ այդ օրենքները դրավ իրենք անապատի մեջ էին սիրելիներ եւ հադաբադի մեջը հիգիենայի բահբանման հիգիենայի չափանիշները շատ դժվար էր անապատի մեջ տաք էր արաբոդյան ահավոր գիզիչ արև կար սիրելիներ այնտեղ բահբանողական միջոցներ չկային եւ ուզում եմ որ մենք հասկանանք որ ասենք այդ կենթանիները օրինակ խոզը ասենք իշադիչ թրջունները ասենք նույնպես սիրելիներ բանը ծովախեցկետինները ես ամփոփելով եմ ասում դրանք սիրելիներ կարող էին անապատում առողջապահական խնդիր ստեղծեն օրինակ խոզի միսը կարող է բարունակել մակաբույծներ նույնպես քիշադիչ թրջունները կամ ծովախեցկետինները այսպիսով այդ օրենքը տալով Աստված նույնպես պաշտպանում էր ժողովրդին հիվանդություններից բայց այսօր սիրելիներ որ մենք բահբանողական ամեն ցևի հիգիենայի միջոցները մեթոդները ունենք անապատում չենք նույնպես Հիսուսեն հետո սիրելիներ դրա համար տեսնում ենք որ այդ խնդիրը չի գար հիմա կտեսնենք դրա մասին նոր ուխտը ասում է սիրելիներ երկրորդ պատճառը ես հենց եմ տեսնում երրորդ պատճառը նույնպես այդ ժողովրդի հնազանդությունը փորձել ինչպես որ Ետեմի բարտեզում սիրելիներ բարի չարի գիտության ծառից Աստված արգելեց ուտել բայց մյուս բոլոր ծառերից կարող էին ուտել բայց որ չի հավատացին Ադամ եւ Եվան
Հավատարիմ չի գտնվեցան Աստծո պատվիրանին, Աստծո օրենքին սիրելիներ։ Ուրեմն այստեղ արդեցնում ենք, որ եթե Իսրայելը վստահի Աստծո, գհնազանդի առանց հասկանալու, որ այդ դրանք ինչու չեն կարող ուտել։ Առանց խորը պատճառները, քիդական պատճառները չի հասկանալու, իրենք կհնազանդին, որովհետև Աստված պատվիրել է։ Դա էր հնազանդության նշան, սիրելիներ։ Իսկ ինչու Նոյի ժամանակ այդ տեսակ օրենք չտվեց Նոյին, սիրելիներ, որտեղ մի մոռացիր, որ Նոյի ժամանակ տակավին ուխտը չէր կատարված, Աստծո ընդարյալ ժողովուրդը չէր ընտրված, սիրելիներ, բայց երբ որ Աստված ընտրեց Աբրահամի սերունդը, ուրեմն այդ ուխտի մեջ ներառեց նաև սնունդի վերաբերյալ կանոններ, եւ սա անշուշտ չէր նշանակում, որ միս ասկերին Աստված արգիլեր էր կամ բարդաթիր էր այդ օրենքները բահել, միայն Իսրայելի ժողովրդին համար էր այդ օրենքները, ինչ որ ուխտի մեջ է մտնում, որ իրենք սրբացած, առանձնացած Աստծո ժողովուրդ։ Ավելի ուշ տեսնում ենք, սիրելիներ, նոր գտագարանում Քրիստոսի միջոցով այդ սահմանափակումները արդեն վերանում են, այդ սահմանափակումները վերանում են, մեկը տեսնում ենք անշուշտ Գործարեգլոց 10-րդ գլխի մեջ, երբ որ Պետրոսը ծոմով աղոթքի էր բարձրացել տանիքը եւ գսե որ Աստված այդ անմաքուր անասուններով իջեցուց մի հատ այդպես լաթե ամանի մեջ, ասե մորթե եւ կեր, թե որ դրանք ներկայացնում էին հեթանոսները, նույնպես ներկայացնում են, որ Աստված ասեց, ինչ որ ես մաքուր կսեպեմ, դու դա բիղծ չես կարող սեպել, ինչ որ ես մաքուր եմ սեպում, բիղծ չես կարող սեպել։ Հետևաբար տեսնում ենք, որ նոր ուխտը այլևս միայն Իսրայելի համար չէ եւ հեթանոսների համար է, ինչպես մենք հայերս հեթանոս էինք, հետևաբար այլևս այդ դարբերվելու խնդիրը չի գա կողքի ասկերից ծիսականորեն, ոչ թե բարոյականորեն։ Իհարկե բարոյականորեն մենք պետք է ամբողջովին դարբերենք անհավատներից, բայց ծիսականորեն դա արդեն վերացավ։ Տեսնում ենք, նույնպես տեսնում ենք Հռոմեացիներու 14-րդ գլուխի մեջը, այս բոլորը ինչու համար, որովհետև Աստված առայժմ կարևորում է մարդու ներսիտի մարդը, ոչ թե արտաքին դիսական բաները։ Նոր ուխտի մեջ մարդ Աստված կարևորում է ներսիտի մարդը։ Մի հատ տեսնենք անշուշտ Հռոմեացիներու 14-րդ գլուխը, դա ուզում եմ ընթերցել, որպեսզի տեսնեք նոր ուխտի մեջը ինչպես այլևս դրանք վերացան այդ դիեթաներու օրենքները։ Նայեցեք, երկրորդ համարեն Պողոսն է ասում, մեկը գավատա թե ամեն բան կրնա ուտել եւ անոր տկար է Գանանչեղեն գուտե, օրինակ է տալիս։ Մեկ գանանչեղեն գուտե, գվախնա միս ուտելու եւ այլն։ Անոր գուտե գսե, չուդողը թող չանարքե։ Ու անվար չուդեր, ուդողը թող չտատե։ Վասնզի Աստված զանիգա ընդուներ է։ Տուն ով ես որ ուրիշին զարան գտադես, այսեն դերոցը։ Իր դերոջը կգանքնի կամ գինա, բայց պիտի գանքնի, վասնզի Աստված կարող է զանիգա գանքնեցնել։ Մեկը մեկ օրը ուրիշ օրեն ավելի կհարկե, մեկնար ամեն օրը մեկ կսեպե, թող ամեն մարդ իր միտքը հաջեցնե։ Անվոր գոհոքա դերոջը գոհոքա, անվոր գոհոքա օրը դերոջը գոհոքա, եւ անվոր չի հոգար օրը դերոջը չի հոգար։ Անվոր գուտե դերոջը գուտե, այսինքն դերոջը համար գուտե։ Քանզի Աստծմե գոհանա եւ անվոր չուդեր դերոջը համար չուդեր ու Աստծմե նույնպես գոհանա, չուդոնար գքանա, չուդոնար։ Վասնզի մեզ մե ովևէ մեկը իր անցին համար չաբրիր կամ իր անցին համար չի մեռնիր։ Քանզի եթե ապրենք դերոջը համար գաբրենք, եթե մեռնենք դերոջը համար կմեռնենք։ Ուրեմն թե ապրենք եւ թե մեռնենք, մենք դերոջն ենք։ Եղավ։ Հետո մի քիչ անտին գսե որ 10-րդ համարեն այլ զիրար չտադենք, հապա որոշենք մեր մտքերում մեջ խոչ կամ քայթակություն չդնել ովևէ եղբոր։ Ասիա գիտեմ ու համոզված եմ Տեր Հիսուսով,
թե բանը ինքն իր մեջ բիղ չէ, լավ լսեք, բանը ինքն իր մեջ բիղ չէ, բայց բիղձ է անոր, որ բիղձ կնկատե, իսկ եթե գերագուրի համար եղբայրդ տրտ մեծնես, սիրով վարված չես լար, քու գերագուրովդ մի գործընծներ զանիգա, որուն համար Քրիստոս մերավ։ Թող ծեր բարին չար խոսքերու նշավակ չլա։ Վասնզի Աստծո արքայությունը գերագոր ու խմելիք չէ, Աստծո արքայությունը գերագոր ու խմելիք չէ, հաբա արդարություն եւ խաղաղություն ու ուրախություն է Սուրբ Հոգով։ Դեղավ։ Կեսե գերագորի պատճառով Աստծո գործը մի քագեք 20-րդ համարի մեջ ամեն բան մաքուր է, միայն այն մարդուն անմաքուր է, որ ուրիշը գքայթակղեցնե։ Կսե աղեկ է միս չուդել եւ գինի չխմել եւ ովևէ մեկ բան չնել, որով քու եղբայրդ գրնա ինալ կամ քայթակղիլ կամ տգարանալ։ Տուն հավատքունիս զանիգա քեզի բահ է Աստծո արչեւ, բայց Երանի ամբոր իր անձը չի դադարդեր անով, որ ինք կընդունի։ Այսինքն Երանի այն որ չի դադարդեր անձը անով, որ ինքը կուտե գխմե։ Բայց ամբոր գխղճարվի, եթե ուտե գտադարդվի, այսինքն եթե դու խոզես ուտում խղճարվում ես, դու գտադարդվես հաստատ։ Վասնզի հավատքով չուտեր, քանզի ինչ բան որ հավատքով չէ մեղք է։ Չեմ ուզում սրա մեջ խորանալ, սա շատ քեղեցիկ Պողոսը բացատրում է, բայց ինչ եմ ուզում ասել, որ կսեր ոչ մի բան բիղ չէ, ամեն ինչ մաքուր է, հետո կսեր սպանտանոցի մեջ ինչ որ գտնեք գերեք, գաց գոհացեք ու գերեք, բայց կսեր որ քիչ ադի, եթե եղբայրդ կվախենա, կխճարվի, կքայթակղի, եղբորդ համար մի ուտեր, բայց ոչ թե դա չի կարելի ասելով, բայց որովհետև եղբայրդ տկար է, չլինի որ քու ուտելովդ եղբորդ քայթակղեցնես։ Սա արդեն նյութ է։ Հուսամ եղբայրը բավական հասկացավ սրա վրայով։ Երրորդը Մատթեոս 20-րդ գլուխ 16-րդ համարեն 19-րդ համարները ուզում է որ բացատրեմ։ Մատթեոսի 23-ի 16-ն 19 Արի միասին ընթերցենք 23-ի Ահա Լավ, սա եկրված, Հիսուս վայերն է Հիսուսի, գսե վայ ցեզի գույր առաջնորդեր, որ գսեք թե, որ ով որ տաճարին վրա երթումն է բամը չէ, բայց ով որ տաճարի մեջի ոսկին վրա երթումն է պարտավոր գլա, ով հիմարներ և գույրեր, որը մեծ է, ոսկին թե տաճարը, որ գսրպացնե ոսկին, և թե ով որ սեղանին վրա երթումն է, բամը չէ, բայց ով որ սեղանին վրայի, զոհասեղանին այսինքն, բադարակին վրա երթումն է, այսինքն զոհին, բարտավոր գլա, հիմարներ ու կույրեր, որը մեծ է, բադարակը, թե սեղանը, որ գսրպացնե բադարակը, տեսնում եք, հարցը սա է, քույրիկը, միգուցե լավ չի հասկացել, ինչու համար տաճարը ավելի մեծ է ոսկին կամ սեղանը ավելի մեծ է քան թե վրայի պատարակից սիրելիներ սա Մատթեոսի 23-ի ուրեմն սիրելիներ բացատրեմ սիրելիս ուրեմն տաճարը ինչ է ներկայացնում տաճարը ինչ է ներկայացնում Հիսուս ասում է որ տաճարն է ավելի մեծ իհարկե որտեղ տաճարը կսրբացնի մեջի ոսկին Եվ սեղանը ավելի բարձր է, քան թե վրայի պատարակը, որտեղ սեղանն է, որ կսրբացնե պատարակը, սիրելիներ։ Ինչու համար այդպես է ասում, տեսնենք, որտեղ տաճարը սիրելիներ, հին ուխտում, տաճարը Երուսաղեմում Աստծո ներկայության վայրն էր։ Աստված ներկայ էր իր տաճարում։ Հիմա այդպես չէ, հիմա կբացատրեմ նոր ուխտում, այն սուրբ էր Եվ կենտրոնական դեր ուներ երկրպագության համար։ Բոլոր ազգերից գալիս էին Երուսաղեմ, Երուսաղեմի տաճարում, որ Աստծո ներկայությունը այնտեղ էր, պետք է այնտեղ երկրպագեին։ Ուրեմն, հոգևոր իմաստով կնշանակեր տաճարը Աստծո ներկայությունը իր ժողովրդի մեջ։ Եվ տեսնում ենք Ելից 25-րդ գլուխ 8-րդ համարի մեջ, որ գսե որ թող ինձի սրբարան շինեն
որ նրանց մեջ բնակվեմ։ Տեսնում եք, դա բան է, հոգևոր իմաստով է սիրելիներ, եւ նույնպես էլ տաճարը աղոթքի եւ երկրպագության վայր է, ինչպես որ Եսայի 56-րդ գլուխ 7-րդ համարի մեջ ասում է. Իմ դունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պիտի կոչվի։ Քրիստոսն ու հավատացյալները սիրելիներ, բայց նոր ուխտում արդեն փոխվեցավ ամեն ինչ, միադար նոր ուխտում բացատրեմ, Հիսուսը իր մարմինը տաճար է գոչում, չէ՞։ Հովհաննես 2-րդ գլուխ 19-րդն 21-րդ համար, կսե որ այս տաճարը քագեցեք, փլեք, 3 օրեն կվերականգնեցնեմ, բայց ինչի մասին էր խոսում, իր մարմինի մասին էր խոսում, այսինքն իրեն պիտի խաչեն, սպանեին եւ 3 օրեն պիտի վերականգնվեր։ Հետևաբար նոր ուխտի մեջ տաճարը եւ Հիսուսի մարմինն է ներկայացնում եւ տեսնում ենք, որ Քրիստոսի հարսը, Քրիստոսի եկեղեցին, նույնպես դա Աստծո տաճարն է, գսե որ առաջին Կորինթացիներու 3:16 չգիտեք, որ գսե դուք Աստծո տաճարն եք, չէ՞, բոլորդ գիտեք։ Հիմա երևս քարեղեն դեղերու մեջ չէ, Աստված մեր մեջ է բնակվում, սիրելիներ։ Հիմա ուրեմն ինչ էր խնդիրը, հետևաբար տաճարը, որ կներկայացնե Աստծո ներկայությունը, փարիսեցիներն ասում էր, ինչպես կարելի է, որ տաճարին վրա երթում անելը ոչ մի բան է, իսկ տաճարի մեջի ոսկին վրա, գսե որ տաճարը չէ, որ ոսկին կսրբացնե։ Այդպես է, ինչպես ar Սուրբ Հոգին մեր ներսիտին մեզ կսրբացնե, սիրելիներ, չէ՞ թե մենք սուրբ ենք, Սուրբ Հոգին մեր ներսիտին մեզ սրբացնում է մեզի։ Երկրորդ սեղանի մասին, սիրելիներ, սեղանը, զոհասեղանի մասին, դա զոհաբերության վայրն էր սեղանը, որտեղ մեղքերի քավություն էր կատարվում, Ուրեմն հոգևոր իմաստով սեղանը ներկայացնում է քավություն եւ ներում։ Այն վայրը, որ անշուշտ արյուն է թափվում մեղքերի համար, դա տեսնում ենք Ղևտացոց 17-րդ գլուխ 11-րդ համարի մեջ։ Նույնպես ներկայացնում է սեղանը Աստծո ողորմությունը, որտեղ այդ սեղանի վրա Աստված ընդունում է զոհերն ու շնորհում է ողորմություն, սա հին ուխտի մեջ։ Դա հին ուխտով եմ խոսում։ Հետևաբար այդ սեղանն էր ընդունելի դարձնում զոհը, այդ հատուկ սեղանն էր, որ ընդունելի էր դարձնում զոհը։ Իսկ բայց դրա հոգևոր իմաստը ինչ էր, դա նոր ուխտի մեջ ենք տեսնում, սիրելիներ, Հիսուսն է, անշուշտ նոր ուխտի մեջ վերջնական զոհն ու կանանան, այսինքն սեղանը խորհրդանշում է մեղքի քավության եւ Աստծո նվիրված սրտի սուրբ վայրը, ինչպես որ Մատթեոսի մեջ ասում է, Հիսուս ասում է, որ դուք ավելի շատ եք գնահատում ոսկին եւ ընձան, քան այն վայրը, որ այդ բաները սրբացնում է, այսինքն տաճարը կամ սեղանն է, որ սրբացնում է, սեղանը սրբացնում է վրայի բատարակը, տաճարը սրբացնում է ոսկին։ Այսքան բարձ։ Անցնենք միգուցե 4-րդ հարցի, եթե ժամանակը շատ չանցավ։ Մատթեոս 15-րդ գլուխ 26-րդն 26-27 համարները։ Մատթեոս 15, 26-27։ Այս հարցին պատասխանեմ եւ վերջ։ Ուրեմն Սա անշուշտ շատերի այդպես շփոթեցնող կամ մի քիչ քայթակղեցնող խոսքեր են։ 26-ը անալ պատասխան տվավ ու ուսավ, աղեք չէ, տղոց հացը առնել եւ շուներուն ցկել։ Գիննա լսավ, այո դեր, վասնզի շուները իրենց սիրոց սեղանեն ինգած փշրանքներով կգայլակրվին։ Բայց այսպես չէ, սկիզբից կարդամ, որպեսզի հասկանալի լինի, հետո պատասխանեմ հարցին։ Գսե որ Հիսուս Դյուրոսի ու Սիդոնի գոմերը գնաց, այսինքն Լիբանան, հարավային Լիբանան, կանանացի կինը այն սահմաններեն ելած կաղագեր անոր գսեր։ Ողորմե ինձի դեր Դավիթի որդի, աղջիկս դևեն սաստիկ կչարչարվի, դիվահար է, սաստիկ դևեն կչարչարվի, ինք բնա պատասխան չտվավ անոր։
Իր աշակերտները մոտենալով գաղաչեին իրեն ու գսեին արցակե այդ կինը մեզ հանկից չի թողում այսինքն վասնզի մեր ետևեն գաղաղակե ինքն ալ պատասխան տվավ ու ուսավ ես ուրիշի չղրգվեցա բայց միայն Իսրայելի տանը գործված ողջարներուն համար այո Հիսուս սիրելիներ ինքը անցամբ ղրգվեցավ իր ժողովրդին համար իբր մեսիան բայց դրանից հետո փրկությունը բոլոր հետանոցներուն պիտի լիներ բայց Հիսուս եկավ ոչ թե քարոզելու հետանոցներուն Հիսուսի մարդացած ադենը եկավ իր առաքելությունը կատարելու Հիսուսի առաքելությունը Աստծո ժողովրդին հրյա ժողովրդին էր որ մոլորած էր եկավ իբր իրենց մեսիան որբեսի Աստված այնքան սիրեց աշխարհը որ միածին որդին ուղարկեց խաչ անեց որ ամեն հավատացող փրկվի այդ առաքելությունը կատարվելու Հիսուսի համբարձումից հետո Սուրբ հոգեկալուստից հետո արդեն առաքյալները իրենց համար Հիսուս ասեց Սուրբ հոգին երբ ստանաք վկաներս վիդալակ ամբողջ աշխարհում իրենց առաքելություն դրվեցավ ամբողջ աշխարհը քարոզելու համար բայց Հիսուսի առաքելությունը հրյա ժողովրդի մեջ էր կներեք ողորտս 4-ավ բայց կողքս ար ջուր չի գա հիմա բայց ներեցեք սիրելիներ եւ գսե որ գինը բայց գսե 25-րդ համարի մեջ եկավ երկրբակություն արավ ու սավանոր դեր օգնե ինձի անալ պատասխան տվավ ու սավ աղեք չէ դղոց հաց առնել ու շուներուն ցկել դղաները երեխաներն են շուներուն ցկել ինչու համար շուն բառն է օգտագործում շատ բարձ Սիրելիներ հрьяաները Աստծո ժողովուրդը Եհովային էին ճաշտում իսկ այս կանանի ժողովուրդը Սիդոնի ժողովուրդը իրենք ճաշտում էին Աստարոֆտին Բալին չաստվածներու են ճաշտում իրենք հետևաբար իրենք շնություն էին անում Աստծո հետ տեսնում եք երբ որ մարդ Աստված իր ստեղծած մարդը իրեն չի ճաշտում չի ճանաչված Աստվածներ է ճաշտում դա շնություն է այդպես ասած դուք ասեք որ շնություն արեցիք դուք ասեք բորնգություն արեցիք ուրիշ Աստվածներով այսինքն Աստված չի զիջիր ինքը իր անձը ինքը չի կիսվիր ուրիշ Աստվածներու հետ ինչպես որ շատ բարձ ինչու շնություն բառն է օգտագործվում որովհետև ամեն մարդ իր կինը եթե երթա ուրիշ տղամարդու հետ բարգի շնություն արած կլինի ով է այն տղամարդը որ գուզե որ իր կինը ուրիշ տղամարդու հետ կիսվի այդքան բարձ հետևաբար դրա համար շնություն կգոչվի հետևաբար կինը որ ուրիշ Աստվածներ էր ճաշտում Հիսուս ոչ թե այդ կնոջ անբատվելու բառ էր ասում ճիշտ բառն էր շնությունը ինչպես Հայաստանի մեջ հայր ժողովուրդը հասկանում է ինչ է նշանակում թավաջանություն հрьяաները նույնպես նույն բառն են օգտագործում շնություն են ասում նույն բառն է հետևաբար կինը շուն էր շուն ասելով շնություն ուրիշ Աստվածներ ճաշտող Հիսուս ճշմարիտ ասում էր շուներուն չի դրվիր որովհետև դու ուրիշ Աստվածներ ես ճաշտում այդքան բարձ Ինչպես որ երբ որ ասում էր իժերու ծնունդներ, ինչպես Հովհաննես ասում էր, նույնպես էր Հիսուս, ինչպես իժի ծնունդ, որ ով օծի ծնունդ, այսինքն մեղքեն ծնած, ինգած մարդը օծի ծնունդ է, իժի ծնունդ է, մինչև դարձյալ ծնանի Աստծմե, վերստին ծնունդ ունենա, մինչ այդ իժի ծնունդ է, երբ որ իժի ծնունդը լսում ենք, կարծում ենք որ ոնց որ հայում է, չի հայում, ճշմարտությունն է ասում, Էսքին նար շնությունը նողին էր, այսինքն շուն էր, ուրիշ Աստվածներ կպաշտեր դժմարիտ երկինք երկիր ստեղծող իրեն ստեղծող Աստծո չէ որ կպաշտեր գինը դրա համար շուներուն դրա համար է որ շուն բառն է օգտագործում բայց անալ պատասխան տվավ գինը լսավ այո դեր վասնզի շուները իրենց դերոց սեղանեն ինգած փշրանքներով կգերակրվին
Սա այնքան ինձ համար սրտիս մոտ է, այդքան ջերմ է, այդ կինը ինչքան խոնարհվեց, կոտրվեց, պատկերացնում եք, որ դուք այսօր, դուք որ քրիստոնյա եք, եթե մեկը ցեզ այդպես ասե, դուք ինչ կնեք, չգիտեմ ինչ կասեք, կսսեք պորալ կանչելու երևի կգրվեք, ես եմ, բայց այդ կինը, որ Հիսուս ասեց շունին չի տրվի, խոնարհեցավ մինչև վերջ, ասեց որ որոնց չէ, շուներն ար սեղանի փշրատներեն կգերագրվին, այդ կնոջ ինչքան խոնարհվել էր ինքը, ինչքան խոնարհվել էր, հենց դա է, մարդը որ փրկություն ունենա, պիտի կոտրվի, իր մեղավորը լալը պիտի ճանաչի, ասե որ ես դեռ ոչ մի բան չեմ կարող անել, որովհետեւ քո առջևդ արդարանամ, փրկե ինձի, ես մեղավոր եմ, անպիտան եմ, պիղծ եմ, սա է պետքը մարդ փրկվելու, այդ կինն հա ընդունեց իր շուն լինելը, ասեց որ ոչինչ, հա ընդունում եմ ես շուն եմ, բայց որ շուներն սեղանի փշրատներեն կգերագրվին, Հիսուս տեսավ այդ կնոջ մեջի հավատքը եւ խոնարհությունը, ինչքան խոնարհվեցավ կինը, այդ հավատքը տեսավ, որ Հրեաստանի մեջ մեկում այդպես ասեր, միգուցե կքարգոծեին իրեն, ինչպես էր երկրորդ օրինակով Հռոմեացի հայրապետը, որ այդպես հավատք ուներ, այդ երկուքին դեղերը ողորմեցավ, որտեղ հռոմեացիներու համար ինքը չէր եկած, չէ, ինքը ասեց ես չեմ եկած, միան ասեց Իսրայելի զավակներուն համար եմ եկել, իր մարմնավոր առաքելության ժամանակը, բայց հայրապետի ծառան մի խոսքով բժշկեց, նույնպես էր այս կնոջ աղջիկը, ասեց ով գին, քո հավատքդ մեծ է, նույնպես ոնց որ Իսրայելի մեջ քեզ նման հավատ չի կտա, ինչպես Հռոմեացի հայրապետին ասեց, քո ուսածից պես լա քեզի, նույն ժամուն անոր աղջիկը բժշկվեցավ, Տերը ողորմած է բոլոր անոնք, որ Տիրոջ առջև կխոնարհվին, Տերը դեմ է հակառակ է հպարտին անփարտավանին, նույնիսկ որ եթե դու քրիստոնյա ես, ես ու դու, եթե քրիստոնյա ենք, եթե հպարտենք, Տերը մեր դեմն է, բայց եթե դա հələ քրիստոնյա չէ, հեթանոս է, աթեիստ է, երբ որ խոնարհվի, Տերը ողորմություն կնե, սա է, Աստված ցեզի շատ օրհնե, մինչև նոր հանդիպում, Աստված օրհնի ցեզ։